Եթե խոսում ենք հայերի գենետիկական պատմության մասին, ապա ֆորմալ այդ աշխատանքը սկսվեց 20-27 տարի առաջ։ 27 տարի առաջ, երբ մենք իմացանք, որ կա հնարավորություն համագործակցել մեր բրիտանական գործընկերների հետ։ Այդ ժամանակ մեկ տարի առաջ, 96 թվականին, այնտեղ հիմնվեց մի նոր լաբորատորիա, կենտրոն, դա կոչվում էր մարդաբանական գենետիկայի կենտրոն։ Եվ այդ կենտրոնը փաստորեն նորագույն սարքավորումներով հագեցված, լավ կենտրոններ, լավ մասնագետներով ներկայացված, եւ մենք ունեցանք, այսինքն ես այդ ժամանակ դե շատ քիչերն էին աշխատում Հայաստանում այդ ուղղությամբ, ես ունեցա հնարավորություն գնալ Անգլիա եւ այնտեղ 6 ամսվա ընթացքում փաստորեն սկսվեց մեր աշխատանքը։ Եվ մեր առաջի մոտավորապես 700 նմուշների անալիզը, դրանց մանրամասն վերլուծությունը տեղի ունեցավ Անգլիայում եւ դրանից սկսվեց այդ քառորդ դարի այդ պատմությունը, որը արդեն այսօր մոտ 50 երևի ոչ պակաս հոդվածներ ունենք եւ դրանք բոլորը, չեմ ասում մեծամասնությունը, բոլորը համարյա վերաբերում են մեր պոպուլացիայի հայերի գենետիկական պատմությանը, արմատներին։ Նայեք, ուրեմն գենետիկական ուսումնասիրությունը տարբեր ժողովուրդների, տարբեր էթնիկական խմբերից սկսվել է բավականին շուտ։ Այսինքն մոտավորապես երևի մի 100 տարվա պատմություն ունի, բայց իրականում սկսել է 60-ական թվականներին, երբ սպիտակուցների միջոցով էին ուսումնասիրում ժողովուրդների ծագումնաբանությունը, բայց արդեն ավելի մանրամասն, ավելի ամբողջական տարբերակը ի հայտ եկավ կամ ավելի ճիշտ հնարավորություն դարձավ օգտագործել այդ ժամանակակից մեթոդները, ավելի զգայուն մեթոդները մոտավորապես 90-ականների սկզբից։ Այսինքն արդեն մի 30 տարի է, մի քիչ ավել, երբ հնարավորություն ընձեռնեց կարդալ արդեն DNT շղթան։ Դա նշանակում արդեն մոլեկուլային կենսաբանության մոտեցում կամ մոլեկուլային գենետիկական մոտեցում, եւ այդ մոտեցումը արդեն կարծես թե ամենաբարձր զգայունության մակարդակին է, ամենաբարձր, դրանից բարձր դեռ չկա, անպայման կլինի, բայց երբ դժվարանում եմ ասել, ինչ վերաբերում է ուրեմն մեր թեմային կամ մեր պոպուլացիային հայ ժողովրդի պատմությանը, ապա կարելի է ասել, որ մենք հենց առաջի քայլերից ներգրավվել ենք այդ աշխատանքին։ Դա շատ մեծ առավելություն է եւ կարող եմ ասել, որ առանց չափազանցնելու, որ մեր տարածաշրջանում մենք ամենամանրակրկիտ, ամենախոր, ամենալայն ուսումնասիրված գենետիկայի տեսակետից պոպուլացիան ենք, ժողովուրդն ենք եւ էթնիկական խումբն ենք եւ դա խոսում է այն մասին, որ մենք ոչ մի բան թաքցնելու չունենք եւ ոչ մի բան կեղծելու, ոչ մի բան, չգիտեմ, խաբելու, ոչ մի բան ուրճացնելու, թաքցնելու չունենք, եթե ամփոփենք։ Նայեք, սկսեմ նրանից, որ այդ աշխատանքը, որը տպագրվեց այս տարի American Journal of Human Genetics ամսագրում հունվար ամսվա ուրեմն այդ ժողովածում, այդ աշխատանքը դա մի մաս է մեր մեծ թեմայի, մեր մեծ ծրագրի, որը կոչվում է հայկական լեռնաշխարհի գենետիկական ատլաս։ Եվ այդ գենետիկական ատլասը բավականին ծանր աշխատանք է այն առումով, որ շատ դժվար է ձեռք բերել, շատ դժվար է հավաքագրել նմուշները, որոնք համապատասխանում են այդ աշխատանքի, այդ նպատակի։ Նպատակը կառուցել գենետիկական ատլաս, այսինքն մենք ունենք պատմական ատլասներ ունենք, մենք ունենք քաղաքական ատլասներ, մենք ունենք ֆիզիկական ատլասներ, բայց գենետիկական չունենք։ Գենետիկական ատլասը դա փաստորեն դա մենք ձգտում ենք վավերագրել մեր ներկայությունը ուրեմն
հայկական լեռնաշխարհում այս վերջին, չգիտեմ, 2, 3, 4, 5, 6, 7, 8000 տարվա ընթացքում, ինչքան որ հնարավորություն մեզ ուրեմն կընձեռնի եւ դա բայց առաջի հերթին դա կապված է ժամանակակից հայերի հետ եւ մի բան ավելացնեմ եւ ավելի ճիշտ մանրամասն ներկայացնեմ հետեւյալը, որ մեր նմուշները, այսինքն հավաքագրվող նմուշները շատ դժվար է հայտնաբերել։ Չեմ կարծում, որ դուք համապատասխանում եք բարձր հավանականությամբ եմ ես ասում, ինչու, քանի որ մենք բոլորս խառնվել ենք այս վերջի 2-3 սերունդների ընթացքում, իսկ մեր նմուշները պետք է լինեն այն էթնիկական հայերը, ում բոլոր նախնիները սերում են նույն շրջանից, պատմական Հայաստանի շրջանից, այսինքն եթե դուք ձեզ վանեցի եք համարում, դուք վանեցի կլինեք մեր տեսակետից, միայն այն դեպքում, եթե ձեր բոլոր տատեր պապերը, մեծ տատերը, մեծ պապերը լինեին Վանից։ Այդ դա է, եւ դրանով է պայմանավորված, որ նմուշառումը շատ դանդաղ է ընթանում։ Բերեմ մի թիվ, որը որ դες ավելի պատկերավոր դարձնի, մենք սկսեցինք այս աշխատանքը 2014 թվականին, անցել է արդեն 10-11 տարի, եւ այդ 11 տարվա ընթացքում մենք հավաքագրել ենք ընդամենը 300 մի քիչ ավել բաներ, նմուշներ։ Դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք ավելի շատ նմուշներ, ի վիճակի ենք, բայց դրանք չեն արտացոլել ամբողջ բազմազանությունը։ Շատ հեշտ է, չգիտեմ, Սիսիանից վերցնել, շատ հեշտ է վերցնել, չգիտեմ, Արցախում ուրեմն ապրող, այն ժամանակ ապրող ուրեմն հայությունից, բայց այն մասերը, որոնք որ արդեն լքված են հայերի կողմից, այն ինչ վերաբերում է պատմական Հայաստանին եւ հատկապես Արևմտյան Հայաստանին, պարզավոր այսօր հայթայթել այդ մարդկանց, դրանց նույնականացնել եւ դրանցից ուրեմն նմուշները հավաքել բավականին դժվար է եւ մեր աշխատանքը այդ պատճառով կապված է նաեւ մեր ընկերների աջակցության հետ է կապված, այսինքն մենք ունենք նաեւ համակիրներ, եթե այսպես ասեմ, կամ գործընկերներ, հայեր են նրանք ցակումով, որոնք օգնում են մեզ այդ տվյալները հավաքեն տարբեր երկրներում, կլինի դա այնտեղ որտեղ կան հայկական սփյուռքի օջախներ, մեծ մասը դա Ամերիկայում շատ հարուստ բազմազանություն է հայերի եւ պարզապատկերացնում եք, որ այն հայերը, ում բոլոր նախնիները սերում են նույն տեղից, դրանք բավականին տարեց մարդիկ են։ Այսօր ձեր սերունդը, նույնիսկ իմ սերունդը, դրանք խառնված են, իսկ այն մարդիկ, ովքեր ծնվել են անմիջապես հենց եղեռնից հետո, դրանք դեռ կարողացել են, այսինքն այդ մարդկանց տարիքը այսօր մոտ 90 տարեկան է եւ եթե դուք տեսնեք մեր շտեմարանը, որտեղ մեր բաներն են ներկայացված, մեր մասնակիցներն են ներկայացված, բավականին լուրջ մաս դրանք տենց տարեց մարդիկ են։ Նայեք, երբ մենք վերցնում ենք ուրեմն այսպիսի նյութ, այսինքն նյութը շատ մաքուր է, լիովին համապատասխանում է մեր եւ նպատակին եւ մեր ձևակերպած հարցերին, այսինքն մեր նյութը հետեւյալն է, վերականգնել պատմությունը։ Մեր նպատակը, այսպես գլոբալ նպատակը, համընդհանուր նպատակը դա է։ Իսկ այդ նպատակներին հասնելու մենք տարբեր խնդիրներ պետք է լուծենք։ Այդ առաջնային ավելի ճիշտ խնդիրներից այն է, որ մենք պետք է պատասխանենք ամենակարևոր հարցին, որին զորեն պատասխանել պատմաբանները, լեզվաբանները եւ մնացած մասնագետները, ովքեր սովորաբար կամ ավանդաբար զբաղվում են ժողովրդի պատմությամբ եւ ծագումնաբանությամբ։ Դա արդյոք հայերը եկվորեն թե բնիկ են։ Դա շատ կարեւոր հարց է եւ եթե մենք ցանկանում ենք պատասխանել այդ հարցին, մենք պետք է առաջի հերթին, այսպես ասած, դաշտը մաքրենք, այսինքն այն տեսություններից, այն վարկածներից, որոնք առ այսօր տիրում են այդ դաշտում։ Դա վերաբերում է այսպես կոչված բալկանյան տեսությանը կամ բալկանյան վարկածին, տեսակետին, որի համաձայն հայերը եկել են այս տարածաշրջան, այսինքն Առաջավոր Ասիա կամ հայկական բարձրավանդակ,
ֆրուգիացիների հետ միասին, այսինքն բալկանյան թերակղզուց։ Եվ իմ տեսակետից եւ շատ գործընկերների իմ տեսակետից այդ տեսությունը ոչ մի հիմք չունի կամ շատ թույլ հիմքեր ունի, բայց ցավոք այդ տեսությունը շատ կողմնակիցներ ունի։ Բազմաչափ, բազմազան, չգիտեմ, անվերջ կողմնակիցներ եւ առաջերտին այդ կողմնակիցները ավելի ճիշտ դրա այդ տեսությունը կարողողները դրանք արտասահմանյան հայագիտական կենտրոններում են գտնվում։ Եվ ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, որ նրանք չեն ուզում լսեն այն մասին, որ կան աշխատանքներ, որտեղ որ փորձում են կամ արդեն հասել են այն բանին, այն արդյունքին, որ հայերը իրոք ընկալվում են կամ ավելի ճիշտ ցույց ենք տվել, ապացուցել ենք, որ հայերը բնիկ ժողովուրդ են։ Եվ աշխատանքի այդ աշխատանքի հիմնական արդյունքը, հիմնական թեզը, հիմնական այսպես եզրակացությունը հենց այն է, որ հայերը բնիկ ժողովուրդ են, այսինքն կենսաբանորեն բնիկ ժողովուրդ են, գենետիկորեն բնիկ ժողովուրդ են։ Մեր բոլոր նախնիները այստեղ ապրել են ոչ թե 2, ոչ թե 3, 4, 5, այ չգիտեմ 8-10,000 տարի առաջ, բայց դա չի նշանակում, որ նրանք եղել են հայեր։ Եկեք դրա մասին միանգամից հենց ի սկզբանե խոսենք։ Դրանք եղել են մեր նախնիները, մեր կենսաբանական եւ գենետիկական նախնիները, այսինքն մենք նրան ժառանգներն ենք, չգիտեմ, որ երրորդ, չգիտեմ, մի քանի 100 արդեն բանը անցել, այդ սերունդները անցել եւ այդ սերունդների ընթացքում արդեն մոտ ասենք 5-6,000 տարի սկսել է ձևավորվել աստիճանաբար հայկական էթնիկական խումբը կամ միավորումը։ Դա է կարևորը եւ երբ որ մենք խոսում ենք բնիկության մասին, մենք չենք ուզում եւ չենք ավելի ճիշտ համակերպվում այն բանի հետ, այն մտքի հետ, որ այդ արդյունքը պետք է մնա միայն չգիտեմ այդ բանում, այդ ժուրնալում, այդ հանդեսում, կամ այդ արդյունքը պետք է ուրեմն զեկուցվի ինչ որ տարբեր գիտաժողովներում, մենք ուզում ենք որ այդ արդյունքը լայն շրջանառության մեջ մտնի։ Մենք ուզում ենք որ արդյունքը մտնի դասագրքերի մեջ, մենք ուզում ենք որ այդ արդյունքը նաև համասարաններում մատուցվի ուսանողներին։ Մեր աշխատանքի մեջ մենք նաև ցույց տվեցինք, որ չնայած որ մենք ունենք շատ խոր արմատներ, բայց հաշվի առնելով որ մենք գտնվում ենք շատ, այսպես ասած, աշխուժ, ակտիվ խաչմերուկում ենք գտնվում աշխարհագրորեն, եւ պարզ է որ մենք ունեցել ենք տարբեր շփումներ, տարբեր ժողովուրդների, տարբեր հոսքերի հետ ունեցել ենք եւ մեզ հաջողվել է պարզել, որ ասենք մի քանի հազար տարի առաջ, մոտ մի 4, ասենք 4,500 տարի առաջ, 3,5-4,000 տարի առաջ մենք ունեցել ենք շատ այնց լայնածավալ, այնց զանգվածային ինչ որ շփում ենք ունեցել եւ այդ շփումը առաջերտին անդրադարձել է մեր գենոֆոնդի վրա, բայց արևմտյան մասի, այսինքն այն մասը, որը այսօր ներկայացված է ժամանակակից Թուրքիայում կամ Թուրքիա բառը հանենք, ժամանակակից ուրեմն եւ ոչ միայն ժամանակակից, այլ երկարատև արևմտյան Հայաստանը։ Արևմտյան Հայաստանի մասին մենք միշտ խոսելու ենք, չնայած տարբեր ինչ որ նկարտումների, քանի որ արևմտյան Հայաստանը միշտ մնալու է անբաժան հայկական հայ ժողովրդի էթնոգենեզի, ուրեմն պատմությունից, էթնոգենեզի էվոլյուցիայից եւ առանց դրա մենք չենք կարող մասնատել մեր ուրեմն այն տարածքը, այն տիրույթը, որտեղ որ տեղի է ունեցել, ընթացել է մեր էթնոգենեզը եւ ասել մեր էթնոգենեզը ընթացել է միայն Երևանում կամ Արարատյան մարզում։ Ոչ։ Իհարկե էթնոգենեզը ընթացել է ավելի լայն, ավելի ընդարձակ ուրեմն տարածքում եւ այդ տարածքը միշտ պետք է մնա մեր, չգիտեմ, գիտական շրջանառության մեջ։ Գիտեք, մենք ունենք արդեն երկու շատ կարևոր, այսպես խորքային աշխատանքներ, առաջինը դա է, որը հիշատակեցի, եւ երկրորդը լույս էր տեսել 2017 թվականին մեր գործընկերների հետ միասին, էլի արտասահմանյան, որտեղ մենք կարողացանք, հաջողվեց մեզ ապացուցել, որ մեր մայրագծային, այսինքն այն ինչ որ փոխանցվում է մայրերի կողմից եւ նկարագրում է մայրական
պատմությունը, գենետիկական մայրագծային են ասում, պատմությունը, ինչի ժառանգվում է միտոկոնդրիումային, ուրեմն ԴՆԹ-ի միջոցով։ Մեզ մայրերը փոխանցում են դա իրենց, այսպես ասած, սեռական բջիջներով եւ մենք տղամարդիկ դա չեն փոխանցում, ուրեմն հաջորդ սերնդին, բայց կանայք փոխանցում են, դուք փոխանցելու եք ձեր երեխաներին եւ ձեր դուստր աղջիկ երեխաները նրանք փոխանցելու են իրենց երեխաներին։ Ուրեմն պատկերացրում եք այդ մայրագծային ուրեմն պատմությունը մեզ մոտ տևում է առնվազն 8000 տարի։ 8000 տարի մենք ունեցել ենք անընդհատություն մեր տարածաշրջանում։ Դա նշանակում է, որ մենք առնվազն 8000 տարի ունենք անընդհատություն մեր գենետիկական պատմության ուրեմն տևողության մեջ։ Դա շատ մեծ երկար բան է եւ ինչպես սկզբից ասացի, մենք ոչ միայն շատ լավ ուսումնասիրված ենք, այլ նաեւ հնագույն ժողովուրդներից ենք այստեղ մենք։ Մեր գենոֆոնդը սկսել է ձևավորվել մոտավորապես 6000 տարի առաջ, հաշվի առնելով եւ հայրագծային մասը, բաղադրիչը եւ մայրագծայինը։ 6000 տարվա գենոֆոնդ ունեցող ժողովուրդներ մեր տարածաշրջանում 2-3-ն են կամ 1-2-ն են, բացի հայերից։ Եվ անունները չտամ, թող իրենք իրենց աշխատանքը համապատասխան ձևով իրականացնեն եւ հասնեն այս մակարդակին, որին մենք ենք հասել։ Բայց դա նշանակում է, որ ասենք հայերենը որպես առանձին լեզու ունի մոտավորապես 5000 տարվա վաղեմություն։ Այսինքն դա նաեւ մի կողմից նաեւ ամենապնդում է մեր արդյունքը, առայն որ եթե 5000 տարի ունենք առանձին լեզու, որը անջատվել է, ուրեմն հնդեվրոպական ծառից, բունից, ուրեմն դա նշանակում է, որ եղել են առանձին, ինչ որ մի զանգված է եղել, որը այդ լեզվով խոսել է եւ ուրիշների հետ չի շփվել այնքան ակտիվ, ինչքան եղել է դա ուրեմն նախնիում։ Դա նշանակում է, որ ուրեմն եղել է մի տարածք, եղել է բավականին այսպես մեկուսացված, իզոլացված տարածք, որտեղ ապրել է ժողովուրդ, մի բազմություն, որ եղել են մեր նախնիները եւ նրանք խոսել են հայերեն։ Ուրիշ բան է, երբ է նրանց մոտ արդեն ձևավորվել շատ ուժեղ, շատ արտահայտված հայկական ինքնությունը։ Դա թող զբաղվեն դրանով արդեն համապատասխան մասնագետները, դա մեր տիրույթը չի, մեր ոլորտը չի, մենք խոսում ենք միայն մի բաղադրիչի մասին, գենետիկական, կենսաբանական։ Եվ մենք դա ապահովել ենք հիմա, այսպես ասած, գնդակը նրանց դաշտում է, թող նրանք էլ փորձեն ապահովեն, փորձեն աշխատեն մեր գործընկերները, հնագետները կլինեն դա պատմաբանները, թե ազգագրագետները, նրանք էլ փորձեն լրացնել այն բացերը, որոնք իրենք ունեն։ Մենք մեր բացերը, այսպես ասած, աստիճանաբար լրացնում ենք։ Նայեք, բացասական արձագանք չէ, մեր աշխատանքին բացասական արձագանք չի եղել այս աշխատանքին։ Ինչու, դա լավ հարց է, ես մի քիչ ավելի երկար կպատասխանեմ, քանի որ ունի, այսպես ասած, բան ունի, նախապատմություն ունի այս պատասխանը։ Սկսեմ նրանից, որ սովորաբար այս աշխատանքները կատարվում են միջազգային համագործակցության շրջանակներում եւ դա ապահովում է եւ պատշաճ մակարդակ աշխատանքի եւ մյուս կողմից էլ վստահություն է ներշնչում, որ աշխատանքը կատարվել է ոչ թե ասենք ինչ որ պատվիրված բանի տակ ներքո, չգիտեմ, այդ հովանո ներքո կամ ասենք ունի ինչ որ քաղաքական ինչ որ ուղղվածություն, ոչ երբեք եւ բոլորովին։ Դա մեր անաչառությունը եւ օբյեկտիվությունը հենց դրանով է ապահովում, դրանով է պայմանավորված, որ մեր թեկուզ վերցնեմ որպես օրինակ այս վերջին աշխատանքը, այնտեղ մեր համագործակցությունը եղել է ուրեմն Անգլիայի մեր ընկերոջ հետ, իռլանդացիների հետ, ուրեմն էստոնացիների հետ, ուրեմն հարավային կորեացիների հետ, մենք հայերս, այդքան գուցե մի բան էլ բաց եմ թողել դեռ։ Այսինքն այդ աշխատանքը ինքը ոնց որ ինքնանպատակ չի, որ ասենք մենք հայերով ցույց տանք եւ հպարտանանք։ Դա
մի աշխատանք է, որը հարուցում է հետաքրքրություն։ Եվ այդ հետաքրքրությունը կապված է երկու հանգամանքի հետ, այսինքն երկու պատճառների։ Առաջինը դա այն հարցադրումն է, որը որ շատ հետաքրքիր է եւ հրապուրիչ է ոչ միայն մեզ համար, հայերի համար, այլ նաեւ մեր գործընկերների համար, ովքեր ապրում են Եվրոպայում, այդ հեռավոր Եվրոպայում, ասենք, կլինի դա հյուսիս, արևմտյան Եվրոպայում, ինչու։ Քանի որ նույն եվրոպացիների նախնիները, երբ որ նրանք գնացել են եւ բնակեցրել են Եվրոպան, նրանք անցել են մեր տարածաշրջանով։ Եվ դա եղել է, ասենք, 3000, 4000, 5000, 7000 տարի առաջ, եւ բարձա նրանց նախնիների հետքերը նաեւ մնացել են մեր տարածաշրջանում, մեր գենոֆոնդում մնացել։ Ոչ բոլորն են գնացել։ Մի մասը մնացել է եւ այդ մասի ժառանգները, ովքեր մնացել են եւ պահպանել եւ պաշտպանել են այս տարածաշրջանը, ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաեւ մարդաբանորեն, մենք ենք, մեր նախնիներն են եւ դրանով է պայմանավորված մեր գործընկերների այդ շատ թեժ ուժ հետաքրքրությունը դեպի այս լեռնաշխարհ եւ դեպի մեր ժողովրդի գենետիկան։ Ուրեմն շարունակեմ, երբ որ 2012 թվականին մենք այնպես ստացվեց, որ մենք հոդված գրեցինք համշենցիների մասին եւ այնտեղ ապացուցեցինք, ցույց տվեցինք, համոզվեցինք եւ ուրիշներին համոզեցինք, որ համշենցիները ունեն մաքուր հայկական ցակում, իհակառակ ուրեմն Թուրքիայի ավելի ճիշտ թուրքական պատմաբանների պնդման առայն որ նրանք ունեն թուրքական ցակում եւ եկել են կենտրոնական Ասիայից։ Երբ որ մենք դա ցույց տվեցինք եւ շատ առաջատար հանդեսում դա լույս տեսավ, մենք ստացանք մի քանի, այսպես ասած, բողոքներ եւ բողոքները ոչ թե ես ստացա, այդ խմբագրությունը ստացավ եւ այնտեղ պարզա որ ինձ էլ ուղարկեցին, որ ես էլ ծանոթանամ, բայց քանի որ այդ բոլոր նամակները, այդ այսպես ասած բողոքները ոչ մասնագետների կողմից են, այդ դիլետանտների եւ ոչ մասնագետների, դիլետանտ բառը շատ լավ է ասում իրենց, պարզա որ անտեսվեց եւ ուղղակի իրենց առաջարկվեց հետեւյալը, եթե դուք ունեք ուրիշ կարծիք, եթե դուք ունեք ուրիշ արդյունք, մենք պատրաստ ենք եւ կընդունենք ձեր աշխատանքը, կտպագրենք ի համեմատություն մեր աշխատանքի։ Պարզա որ դա տեղի չունեցավ եւ քանի որ լուրջ գիտնականները նույն Թուրքիայից շատ հանգիստ ձևով ընդունեցին այս աշխատանքի արդյունքները, քանի որ հիմնավորված էր եւ ճիշտ ասած դա մեզ համար նաեւ ինչ որ որոշակիորեն նաեւ դաս դարձավ եւ այնուհետ մենք արդեն բոլոր մեր այդ կարևոր աշխատանքները մենք ձգտում ենք այդպես համագործակցության բանով այդ շնորհիվ իրականացնել, ինչու, քանի որ արդեն ասացի, որ մենք ունենք որոշակի ինչ որ ոչ թե մտավախություն, այլ ուղղակի ի սկզբանե զուրկ լինենք ցանկացած ինչ որ անախորժությունից էլ է։ Աշխատանքը, որը մենք սկսել ենք, դա այն աշխատանքը չի, որ ասենք ինչ որ մի սարք պետք է սարքենք եւ այդ սարքը տանք պատվիրատուին։ Այդ աշխատանքը ինչպես ամբողջ ընդհանրապես ասենք գիտությունը ունի սկիզբ, բայց չունի վերջ։ Այսինքն ինչքան էլ մենք ինչ ծավալի հավաքենք մեր տվյալները, այդ ծավալը մեկը վերջնական չի։ Այսինքն մենք շարունակելու ենք եւ ես հորդորելու եմ, նաեւ խնդրելու եմ եւ ստիպելու եմ իմ աշակերտներին, որ ասենք եւ հետագա այդ սերունդներում մենք միշտ ձգտենք հավաքենք այս տվյալները, քանի որ կորցնելով մեր հայրենիքի մեծ մասը, մենք պետք է գոնե ունենանք վկայություն մեր ներկայության մասին։ Իսկ այդ վկայությունը հենց այն ժառանգներն են, ովքեր պահպանում են իրենց ուրեմն դնաթեյում, պահպանում են այդ բոլոր գրառումները մեր ներկայության մասին։ Նայեք, երբ որ ես վերցնում եմ, ասենք, թեկուզ, օրինակ բերեմ ձեզ, ասենք, եթե դուք վանեցի եք,
վանից սկսել ենք, վանեցի, քանի որ սկիզբն էր, ակունքներ։ Եթե դուք վանեցիք, ես վերցնեմ ձեր դնթեն, դա նշանակում է, որ կեսով չափով ես վերցրել եմ ձեր հայրիկի եւ մայրիկի դնթեն։ Քառորդ չափով ձեր պապիկների եւ տատիկներից, 8-րդ չափով ձեր մեծ պապիկներից եւ տատիկներից։ Այսինքն բոլորը նրանցից է եկել։ Ծնողները նրանցից են ժառանգել։ Այսինքն վերցնելով այսօրվա 20 տարեկան ուսանողից նմուշը, ես փաստորեն վերականգնում եմ նրա մեծ տատիկների, մեծ պապիկների եւ ավելի խորը նրանց գենետիկական, այսպես ասած, կառուցվածքը։ Այսինքն ես ունեմ այդ հնարավորությունը, գիտությունը ունի այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունից պետք է օգտվել եւ օգտվել, քանի դեռ հնարավոր է։ Ինչ վերաբերում է ուրեմն էկոլոգիական, ուրեմն բազմազանությանը կամ ավելի ճիշտ պատմությանը, գենետիկական, դա նոր ասպարեզ է, դա նոր գիտություն է եւ ընդամենը մի քանի տարվա եւ պարզ է, որ դա պետք է եւ շարունակվի եւ խորացվի եւ դա երևի այդ ուղղությունը շատ ավելի արագ կերպով պետք է զարգանա, քան այն մեկը կարծես թե մտել ահունի մեջ եւ դանդաղ, բայց տենց բավականին հստակ ձևով շարունակվում է։ Բացի դրանից կա նաեւ այդել, քանի որ հարցը եղավ, մենք ունենք բազմաթիվ սփյուռքի օջախներ, չէ՞, գաղութներ բառը անենք, լավ բառ չի։ Այդ օջախները դրանց պատմությունը առ այսօր պարզ չի։ Եվ մենք պետք է պարզենք դա։ Միշտ չի, որ նրանք ունեցել են համապատասխան եւ սպառիչ վավերագրություն։ Միշտ չի, որ հստակ կամ մանրամասն գրվել է նրանց պատմությունը, ինչպես են նրանք գաղթել, ինչ ալիքներ ա եղել, ում հետ են շփվել, ինչ հետևանքներ ա եղել եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն դա շատ խճճված պատմություն է եւ այդ պատմությունը ունի տարբեր, այսպես ասած, բաներ, կտրվածքներ, եւ պատմական, եւ հոգեբանական, եւ սոցիոլոգիական, բայց նաեւ գենետիկական։ Եվ այդ գենետիկականը մենք ենք անում։ Մնացածները ես գիտեմ, որ իմ գործընկերները աշխատում են այդ ուղղությամբ, բայց գենետիկականը իմ կարծիքով ի վիճակի, ասենք, լրացնել էին բացերը, որ ի վիճակի չեն նրանք անդել։ Համապատասխանաբար մենք էլ ի վիճակի չենք լրացնել այն բացերը, որ այսօր լրացնում են պատմաբանները եւ, ասենք, սոցիոլոգները եւ մնացած մեր գործընկերները։ Դե նայեք, մենք ունենք շատ մեծ գուրտ, հարուստ պատմությունով հարուստ եւ իրենց մշակույթով հարուստ, ասենք, համայնքներ, ինչպիսին են Համշենահայերը, ինչպիսին են Ղռիմի հայերը, որ այսօր Դոնում են ապրում, ինչպիսին է Վանի հայերը, Մերձավոր Արևելքի հայերը, ինչպիսին են Իրանահայերը, Նորջուղայի հայերը, դրանց պատմությունը առ այսօր դեռ մանրամասն ուսումնասիրված չի, գենետիկական պատմությունը առաջի հերթին։ Եվ մենք պետք է մեր ուրեմն ջանքերը հենց դրան ուղղենք, որպեսզի կարողանանք, քանի դեռ շատ լավ գործում են, շատ հայկական, այսպես ասած, ոգին դեռ այնտեղ գործում է, ես հեսա պատրաստում եմ, ասենք, մեծ մոտ ապագայում մեկնեմ Ռոստով, որպեսզի հենց այդ աշխատանքը փորձեմ մեկնարկը տալ այդ աշխատանքի, չնայած որոշ չափով ուսումնասիրված է, բայց դեռ փոքր մասն է ուսումնասիրված, մոտ մի 10 տարի առաջ եղավ ինչ-որ մի հատ այդպիսի մի անհրաժեշտություն ծագեց եւ պետք է շատ հրատապ հարցի պատասխանենք, արդյոք Դոնի հայերը դրանք Ղռիմի հայերն են, թե Ղռիմից գաղթած ղփչակներն, այսինքն թաթարներն են։ Այդ հարցին պատասխանեցինք, բայց դա ամբողջական պատասխանը չի, դա այդպես ընդգրկում պատասխան չի եւ փորձում ենք հիմա ավելի վերջնական պատասխանի մոտենալ։ Համոզված եմ կհաջողվի։ Եթե ինչ-որ մի բան շատ ցանկանում ես, հաջողվում է։